Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանն այս օրերին գտնվում է միաժամանակ մի քանի խոշոր քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում։ Մի կողմից տարածաշրջանային անվտանգության հարցերը, Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունների ակտիվացումը, J.D. Vance-ի այցը եւ դրա շուրջ հնչող գնահատականները, մյուս կողմից Իրանի, Ռուսաստանի, Եվրոպական միության եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում ձևավորվող բարդ հավասարակշռությունը ուղիղ ազդեցություն ունեն երկրի տնտեսական ու անվտանգային ապագայի վրա։ Այս ամենի ֆոնին Հայաստանը մտնում է նաեւ ակտիվ քաղաքական փուլ, ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։ Քաղաքական ուժերը փաստացի սկսել են քարոզարշավը։ Ինչ է իրականում ստանում Հայաստանը միջազգային ակտիվ շփումներից, ինչ հնարավորություններ եւ ռիսկեր կան տարածաշրջանային զարգացումների մեջ ու ինչ ծրագրային պատկերացում ունեն իշխանություններն առաջիկա ընտրություններից առաջ։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ։ Պարոն Ալեքսանյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ձեզ ևս շնորհակալ։ Սկսենք Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից, գլխավոր լրահոսի այսօրվա գլխավոր թեման հենց դա է։ Նախ ո՞րն է այս այցի գլխավոր արդյունքը, ինչ է ստանում Հայաստանը ու նաև մեկ այլ հարց կա, որ այս օրերին նաև շատ է շահարկվում, ասում են Հայաստանը ավելի շատ ստանում է, թե տալիս է։ Միանշանակ է, որ Հայաստանը իրականում պատմական հնարավորություններ է ստանում ոչ միայն պարոն Վենսի այցով, այլ առհասարակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության հուշագրերով, որոնք ինչպես գիտեք ստորագրվեցին 2025 թվականի հունվարին եւ այդ ժամանակ դեռ ԱՄՆ-ում Ջո Բայդենի վարչակազմն էր իշխանությունը ու մեր ընդդիմությունը սիրում էր ասել, այ հեռացող վարչակազմի հետ դե կտենակ այդ թուղթը մնալու է դարակներում ու ոչ մի բանի պետք չի լինելու, բայց մենք հիմա տեսնում ենք, որ ռազմավարական փաստաթուղթը նոր վարչակազմի հետ նոր շունչ է ստացել առհասարակ ու գիտեք, որ ռազմավարական համագործակցության շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին համագործակցելու են թե թրիփի նախագծի շուրջ, թե կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ, թե կիսահաղորդիչների արտադրության շուրջ եւ թե AI գործարանների այդ հատուկ գործարան կամ չգիտեմ ճիշտ բառը որն է, մասնագետները ավելի լավ կասեն, նմանատիպ մի քանի 100 միլիոն դոլարանոց ներդրումների մասին է խոսքը, ակնհայտ է, որ Հայաստանը առավել քան շահում, բայց միանշանակ է նաև, որ ԱՄՆ-ն էլ է շահում։ Ու մենք պետք է դադարենք մեր համագործակցություններին մրցակցություն որպես վերաբերվել։ Դա հին մոտեցում է, էլի։ Մենք պետք է հասկանանք, որ երբ որ երկու երկիր, երկու պետություն համագործակցում են, երկուսն է պետք է շահ ունենան դրանից։ Հակառակ դեպքում դա համագործակցություն չի։ Այստեղ պարոն Ալեքսանյան, արդեն այդ մրցակցությունը փորձում են գտնել նաև փորձագետները, ձեր ընդդիմախոսները, Ադրբեջանն է ավելի շատ շահում, թե Հայաստանը։ Օրինակ ասում են Ադրբեջանը ըստ նրանց Հայաստանը երկրորդական դեր է ստանում այս այցից, ավելի շատ շահում է Ադրբեջանը, հղում են անում ամերիկացի փորձագետների եւ ասում են, տեսեք, Ադրբեջանը ինչ փորձագետների են օրինակ հղում անում, ինձ այնպես հետաքրքիր է, ես ոչ մի հեղինակավոր փորձագետ չեմ տեսել, որ նման բան ասի, երևի իրենց կալիբրի ինչ որ Ամերիկայում ինչ որ փորձագետ գուցե նման բան ասի, այսպես ասեմ, շահում է տարածաշրջան, երբ որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակում է տեղի ունենում, երբ որ առևտուր է սկսում, շահում է տարածաշրջանը, շահում է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Այն որ հիմա կներեք, այն որ հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բենզինը 100 դրամ ավելի էժան են գնում, դա շահ չի։ Երկու ստեկ շահ չի դա։ Իհարկե որոշ ուժեր կներեք էլի կներեք ընդհատում եմ ձեզ, բայց իհարկե որոշ ուժեր, որոնք նախկինում նույն բենզինը, որը իրենք Ադրբեջանից չեն բերում, ուրիշ երկրից են բերում, Ռուսաստանից կամ Եվրոպայից 100 դրամ ավելի թանկ էին ծախում, հիմա կտրուկ սկսել են 100 դրամ ավելի էժան ծախել, ու իրանք ֆինանսավորում էին լրատվականների ու որոնք որ բան պետք է անեին։ Մարդկանց ասեին, այ ինչպես կարելի է ադրբեջանական բենզին լցնել։ Այստեղ էլ ասում են մենք դեռևս միայն Հայաստանն է Ադրբեջանից ինչ որ մի բան գնում կամ Ադրբեջանի տարածքից բերում։ Ադրբեջանը կարծես թե դեռևս շահագրգռված չէ Հայաստանից կամ Հայաստանի տարածքով ինչ որ մի բան ներկրելու եւ գալիս է արդյունք, որ Հայաստանը ստանում է կախվածություն մի կենտրոնից։ Չէ, հակառակը Հայաստանը թույլատնում է կախվածությունը մի կենտրոնից, որտեղ սրանից առաջ ավելի քիչ տեղից էր Հայաստանը առնվազն բենզին գնում, քան հիմա։ Լրացուցիչ ձեռքբերման շուկա ունենալը երբեք ոչ մեկի վնաս չի տվել որպես այդպեսին, այլ հակառակը միայն օգտակար է եղել։ Ինչու՞ է բերում Ադրբեջանի կողմից հայկական ապրանքներ գնելու, ես վստահ եմ դրան եւս շուտով կհասնենք։ Պարոն Ալեքսանյան, Ադրբեջանը
ըստ տարբեր այսպես վերլուծությունների նաև պաշտոնական եւ ոչ պաշտոնական հողումներ անելով Միացյալ Նահանգներից այսպես զերծ է մնալու արդեն սանկցիաներից եւ կարողանալու է զենք, ռազմական տեխնիկա եւ առհասարակ այն ինչ որ առնչվում է ռազմական ոլորտին ձեռք բերել Միացյալ Նահանգներից եւ այստեղ ասում են արդյոք Հայաստանը կարողացել է կամ կարողանալու է Միացյալ Նահանգների հետ գալ այն բանակցությունների այն արդյունքին հասնել որ այն զենքը որը որ կվաճառվի Ադրբեջանին ունենա երաշխիք, որ չի կիրառվելու Հայաստանի դեմ, ինչպես օրինակ եղավ Ռուսաստանից տարիներ շարունակ զենքը ձեռք բերեցին եւ կիրառեցին որտեղ Հայաստանի Ես կարծում եմ սա բանը իրականում էլի ուռճացված ու պատերազմական վիճակի խոսակցություն է սա։ Ես առաջարկում եմ, որպեսզի մեր փորձագետներն ու մնացածը դուրս գան այդ վիճակից, որտեղ իրենց են անհարմար վիճակի մեջ դնում։ Ես տեսել եմ այն խոսույթը, որ կա, որ Ադրբեջանը պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռք բերի զրահաբաճկոններ ու էլ ինչ-որ սաղավարտներ, եթե չեմ սխալվում, բայց զրահաբաճկոնները հաստատ եմ հիշում եւ կսահմանափակվի միայն դրանով արդյոք։ Չէ, դե չգիտեմ կսահմանափակվի, թե չի սահմանափակվի։ Ես ասում եմ, մենք պետք է խոսենք խաղաղության խոսույթի շրջանակներում։ Մենք պետք է դադարենք այդ ռազմամթերքի մրցակցությունը։ Մենք պետք է ինքներս ուժեղացնենք մեր բանակը, ինչը եւ անում ենք, եւ ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները օգտվեցին առիթից, երբ որ Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր այցելել Հայաստան, ու այդ այցի շրջանակներում հրապարակված տեսահոլովակից տեսան այն ամբողջ զինամթերքը, որը Հայաստանի Հանրապետությունը գնում է իր բանակի համար։ Ու ես վստահ եմ, նրանք կարողանան դա համադրել ու համեմատել այն մետաղի ջարդոնի հետ, որը որ կար նախկինում ու ներկայացում էր որպես զինտեխնիկա, ժամանակակից ժամանակակից ու ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրետանային միջոցներ, անօդաչուներ եւ այլն, ու այդ ամեն ինչը ի հակադրումը նորից եմ ասում են ժեշտի բանկաների ու նախկին մետաղի ջարդոնի, որը ասենք 1930-ականների արտադրության հրետանային միջոցներ էր։ 2016-17 թվերին ընդհանուր միջև Հայաստանի զինված ուժերում եղել է KS-19 հրանոթներ, որպես հրետանային միջոց, որը արտադրվել է 30-ականներին, 1930-ականներին, ասենք միջև միջև երկրորդ համաշխարհային պատերազմը։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ վստահ եմ դուք էլ տեսել եք, որ Հայաստանից տարբեր շրջանակներից ոչ իշխանական տարբեր նամակներ են ուղում Ջեյ Դի Վենսին, տարբեր հայտարարություններով են դիմում, որ ճնշում գործադրի եւ Ադրբեջանից վերադարձնի մեր գերիներին։ Ինչպես եք դուք այդ հայտարարություններին, այդ կոչերին վերաբերվում։ Ընդհանրապես չեմ վերաբերվում, ես կասեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպես աշխատել է մեր հայրենակիցների Հայաստան վերադարձման ուղղությամբ այդպես էլ աշխատելու է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սրանից առաջ էլ թե հատկապես Շիրակի մարզի մեծաքանակ գերիները երբ որ վերադարձան դրանից էլի օրեր առաջ էլ մեզ մեղադրում էին, ասում էին ոչ մի բան չկան, մենք էլ ասում ենք մենք գլուխներս կախ աշխատում ենք։ Վերադարձան։ Հիշում եք, որ Վագիվ Խաչատրյանի դատավճռից հետո էին ասում, այդ տեսեք դուք ոչ մի բան չեք ասում, մենք էլ էլի ասում ենք, մենք գլուխներս կախ աշխատում ենք այս ուղղությամբ ու մենք լուծելու ենք այդ հարցը։ Ու մենք լուծեցինք այդ հարցը, ու սա խաղաղության ձեռքբերում է։ Ու ես հիմա էլ ասում եմ, որ մենք գլուխներս կախ աշխատելու ենք այս ուղղությամբ առանց լրացուցիչ հանրայնացման, որովհետև այս գործը հանրայնացում չի սիրում։ Ով ուզում է այս գործի շուրջ շոու անի, դա իր իրավունքն է, թող գնա անի։ Ես էլ ասում եմ, որ մեր համար մարդկային ճակատագրերը ամեն ինչից վեր են, ու մենք չենք պատրաստվում այդ մարդկանց ճակատագրերի հաշվին քաղաքական կամ կիսաքաղաքական շոուներ անել։ Կան նաև գնահատականներ, որ Վենսը խոսելու է ոչ միայն տնտեսական հարցերի շուրջ, այլև Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի վրա հնարավոր դիրքորոշման ճնշումներ են արվելու։ Այսինքն Վենսը հասկանալու է Հայաստանում այդ գնահատականների, թե ինչ դիրքորոշումներ ունեն օրինակ Հայաստանն ու Ադրբեջանը, եթե Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա։ Հաշվի առնենք նաև Իրանը, թե ինչ բարեկամական երկիր է մեզ համար, թե տարբեր գնահատականներով Իրանը մեծ դեր է խաղացել, որ օրինակ Ադրբեջանը չի հարձակվել եւ այլն։ Այստեղ Հայաստանի դիրքորոշումը առավել քան հստակ է, որ Հայաստանի Հանրապետությունը ամենաշահագրգռված երկրներից մեկն է, որ Իրանում ամեն ինչ լինի հանգիստ, լինի խաղաղություն եւ ոչ մի էսկալացիա տեղի չունենա Իրանի շուրջ, եւ որ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքով ոչինչ Իրանին է, ոչ մի ճշտամական բան Իրանի նկատմամբ թույլ չի տալու, սա հստակ մեր դիրքորոշումն է, որի մասին մենք բազմիցս ասել ենք, ու գիտեք նաեւ, որ շատ հստակ կոնտինգենտ կա Հայաստանում դեռ 2018-ից ի վեր, որը փորձում է Հայաստանի Հանրապետությունները անդադ սրել Իրանի հետ։ Հիշում եք, եթե 2018-ից այն մի հայտնի ֆեյք կար,
որը ինչ որ ֆեյքեր էր տարածում, որը հետո միջազգային մամուլ ընկավ, թե իբր Հայաստանը շնորհավորել է Ամերիկային, գեներալ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ հետո ԱԾ-ն բացահայտեց այդ ֆեյքի օգտատիրոջը ու այդպես շարունակ։ Այս ուղղությամբ մշտապես սիստեմատիկ աշխատանք է տարվում Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի շրջանում։ Եվ դրա համատեքստում են նաև ասում, որ թրիփը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռումբ է եւ դրա գլխավոր նպատակը Իրանին չեզոքացնելն է։ Թրիփը եթե ռումբել է, ապա միայն խաղաղության ռումբ է, որը խաղաղություն է բերում։ Այդպիսի ռումբա, որը խաղաղություն է բերում, եթե դա կարելի է ռումբ անվանել որպես այդպիսին, որովհետև չի կարող տարածաշրջանների ապաշրջափակումը, չի կարող տնտեսական փոխգործակցությունը բերել պատերազմի։ Դրա բացակայությունը, ինչքան ուզես պատերազմի բերելա, կբերի առաջիկայում ու հիմա էլ բերում է շատ տարբեր տեղերում աշխարհի։ Բայց տնտեսական փոխգործակցությունը, կոմունիկացիաների ապաշրջափակումը ու առևտուրը առհասարակ, որ պատերազմի հանգեցնի, դա նոնսենս է։ Դա ուղղակի քաղաքագիտական կամ տրամաբանական նոնսենս է առհասարակ։ Սրանք խաղաղության պրոցեսներ են, սրանք պրոցեսներ են, որոնք նպաստում են խաղաղությանը, սրանք պրոցեսներ են, որոնց շնորհիվ խաղաղությունը ամրանում է։ Այսինքն աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման, ասպեր կիզակետ չի կարող դառնալ։ Եվ արդյունքում մարդիկ կան, որ ուզում են դարձնել աշխարհաքաղաքական շահերի կենտրոններ, օրինակ լսել եմ այնպիսի մանկամտություններ, ինչպիսիք են օրինակ, չգիտեմ, Չինաստանին բերենք դարձնենք ամերիկյան ներդրումների երաշխավոր, Ռուսաստանին բերենք դարձնենք ամերիկյան ներդրումների երաշխավոր։ Իդեպ այդ բացնամակ գրողներն էին նաև այդ բաների մտքի գոհարների հեղինակները, բայց բացնամակում դրա մասին չէին գրել, չգիտես, պարոն Վենսին։ Պարոն Ալեքսանյան, ազգային ժողովի նախագահը պաշտոնական այցով վերջերս Ռուսաստանի մայրաքաղաքում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, իր ռուս պաշտոնակցի հետ։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ Սիմոնյանը հայտարարեց, թե Հայաստանը չի ցանկանում ըստ էության դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց այստեղ, երբ որ այդ հայտարարությունը եղավ, ձեր ընդդիմախոսներն ասում են, բայց Եվրոպայում էլ ասում եք ցանկանում են գնալ Եվրամիություն։ Հիմա այս երկու հայտարարություններն իրար չեն հակասում, որտեղ պաշտոնապես էլ ասվում է, որ ԵԱՏՄ եւ ԵՄ համադրելի չեն։ Ոչ, չեն հակասում, որովհետև առնվազն այդ նրանց հակադրումից բաժանում է ժամանակը։ Իսկ շատ պարզ արտահայտվեցի։ Այսինքն Հայաստանը չի կարող ըստ էության միաժամանակ եւ ԵԱՏՄ եւ Եվրամիության անդամ լինել։ Չեմ կարող ասել, այդ հարցը առնվազն պաշտոնապես քննարկված չի ոչ միտեղ։ Ես այդպես գիտեմ։ Նաև այսպիսի հարց կա, թե ինչու է Հայաստանը Եվրամիությունում խոսում իր դեմ ուղղող հիբրիդային պատերազմների վտանգի մասին, ակնարկելով Ռուսաստանին, իսկ Մոսկվայում ընդգծվում է այդ երկրի հետ բարեկամություն ու դաշնակից լինելը։ Կներեք, բայց մենք Հայաստանում էլ ենք խոսում եւ նրա մասին, եւ նրա մասին։ Որովհետեւ մի բան է, երբ որ Ռուսաստանի հետ տնտեսական ինչ-որ փոխգործակցություն կա, որը շատ դրական, որը շատ լավ է, բայց մի ուրիշ բան է, երբ որ պետական հեռուստաալիքների քարոզիչները, օրինակ Հայաստանի նույն Վլադիմիր Սալավյովը Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու բան է խոսում իր եթերում։ Դա նորմալ է։ Հիմա օրինակ Շանթը իդեպ պետական էլ չի Շանթ հեռուստաընկերությունն, բայց եթե այստեղից էլ ինչ-որ մի նմանատիպ բան հնչի, օրինակ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություն, դա նոնսենս կլինի, չէ՞։ Նույնիսկ ոչ պետականում։ Իսկ այն մարդը պետական հեռուստա հաղորդավարա պետական լրատվամիջոցի ու շատ հստակ բաներ է արտահայտում ու ոչ միայն դա տարատեսակ բաներ եւ նորմալ է որ դրանից հետո բարեկամության եւ այսպես դաշնակցական լեզվով խոսել։ Իհարկե, ես օրինակ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որտեղ ինչպես գիտեք, օրինակ Ռուսաստանում արգելված են առհասարակ ցույցերը, մեկ հոգուց ավել ցանկացած ցույց արգելված է, բայց օրինակ մեր ռուս գործընկերները թույլատրում են, որպեսզի ազգությամբ հայերը եւ Հայաստանի քաղաքացիները ամեն անգամ, երբ հայ պաշտոնյա է գնում, շատ կոնկրետ մի սեգմենտ գա ու ցույց անի, օրինակ Հայաստանի դեսպանատան դիմաց կամ եւ այլն։ Իհարկե նրանք կարող մտածում են, որ դա մեր դեմ է, այդ մարդիկ որտեղ ինչ որ բողոք են արտահայտում սովորաբար մեր իշխանությանը։ Ինչի համար եք շնորհակալ այդ դեպքում։ Որովհետեւ փաստացի մարդիկ նման կերպ իրենց կարելի ասել հարգանքի տուրքն են մատուցում հայկական ժողովրդավարությանը։ Փաստացի Հայաստանի քաղաքացիները եւ հայերը միակ խումբն են Ռուսաստանում, որը կարողանում է այս բայդրությամբ առնվազն միտինգներ եւ ցույցեր անել Ռուսաստանի Դաշնությունում։ Միթե սա ու անկախ նրանից, որ դա այդ ցույցերը օրինակ ուղղված են մեր իշխանության դեմ կամ եւ այլն, կոնկրետ այդ խմբի էլի շատ փոքր խմբի մասն է խոսքը, բայց ինչևէ, բայց միևնույնն է, սա շնորհակալություն հայտնելու առիթ է, որովհետեւ փաստացի մարդիկ արտոնում են մեր քաղաքացիներին։ Իսկ մենք էլ գիտեք, որ մենք առհասարակ ցույցերի հետ ոչ մի խնդիր չունենք, մենք մշտապես եւ
միշտ շատ ուրախ ենք, որ մեր ընդդիմադիրները ցույցեր են անում, անկախ նրանց պահանջների շատ հաճախ աբսուրդայնություն։ Գալով ներքաղաքական հարցերին, Հայաստանում ընտրությունները նշանակվեցին հունիսի 7-ին, նախագահն արդեն ստորագրել է հրամանագիրը, բայց քաղաքական ուժերը վաղուց են ըստ էության սկսել իրենց քարոզարշավ, իրենց ծրագրային դրույթներն են ներկայացնում, օրինակ ձեր գլխավոր մրցակիցներից մեկը, այդպես որ համարվում է, մեր ձևով շարժումը խոստանում է փոքր բիզնեսին ազատել հարկերից 300,000 նոր աշխատատեղ ստեղծել եւ էլի տնտեսական մեծ ծրագրեր։ Դուք կարծես թե դեռևս չեք շտապում ծրագրային որևէ այսպես հրապարակումներ անել։ Դե որովհետեւ ի տարբերություն մյուսների, որոնք ազատ են իրենց հեքիաթասացության ժանրում պատմել ցանկացած հեքիաթ, մենք նախ եւ առաջ ցույց ենք տալիս, թե ինչ ենք մենք արել։ Իսկ մենք շատ բան ենք արել։ Չափազանց շատ բան ենք արել 5000 կիլոմետրից ավել ճանապարհ, հարյուրավոր դպրոցներ, հարյուրավոր մանկապարտեզներ, առողջապահության, ապահովագրության անվճար համակարգ մեր թոշակառուների համար 65 տարեկանից բարձր ցանկացած մարդ ստանում է անվճար առողջապահություն։ 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն դրամանոց վիրահատություններ անվճար, մի քանի 100,000 դրամանոց բուժումներ անվճար դեղամիջոցներ։ Իրենք օրեք փոքր բիզնեսին են հարկերից ազատելու, իսկ հիմա փոքր բիզնեսը հարկվում է։ Ես կներեք էլի, ես սովորաբար այդ հեքիաթային ժանրին չեմ սիրում անդրադառնալ ու հիմա էլ կփորձեմ շատ չխորանալ այդ ժանրի մեջ, որովհետև հա իրանք բոլորս էլ գիտենք, որ շատ հայտնի հրյա PR-շիկ են ինչ որ բերել, որը նստել այդ հեքիաթները գրել է իրանց համար, բայց մոռացել է մի բան։ Լավ, այս մարդիկ, նույն Սամվել Կարապետյանի ընտանիքը 10 քանի տարի իշխանության մաս է եղել, Սերժ Սարգսյանի իշխանական բուրգի մաս է եղել։ Սամվել Կարապետյանի եղբայրը Նարեկ Կարապետյանի հայրը Կարեն Կարապետյանը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, եղել է հանրապետական խմբակցության ղեկավարը, ամբողջ խորհրդարանական մեծամասնության այն Շմայսով բանով այդ խմբակցության ղեկավարն է եղել։ Ինչ են արել, բախի չէին անում այդ փոքր բիզնեսին հարկերից ազատել։ Տարիներ շարունակ ներդրումներ են կարել եւ աշխատատեղեր ստեղծել։ Ներդրումը հասկացանք, հա, դա էլ գիտենք ոնց են արել։ Ասում եմ, խի բիզնեսին չեն ազատել հարկերից։ Խիա իրանց օրոք Սերժ Սարգսյանի, Կարապետյանի ընտանիքի կառավարման տարիներին Հայաստանից արտագաղթը հասած եղել չգիտեմ ուր։ Խի չեն արել այդ ամեն ինչ, այդ ինչ հեքիաթներ է։ Հեքիաթ է։ Ըստ հեքիաթը նաև 300,000 նոր աշխատատեղ ստեղծել է։ Դա ոչ թե հեքիաթ է, այլ դա 90-ականներում անվերադարձ մնալու բան է, նախագիծ է որպես այդպեսին։ Ինչ Հայաստանում խնդիրը ոչ թե բուն աշխատատեղերի հետ է կապված, այլ աշխատատեղերի եւ աշխատանք փնտրողների համապատասխանելիության հետ է կապված, որովհետև եթե զուտ աշխատատեղ լիներ խնդիրը, Հայաստան հիմա տասնյակ հազարավոր Հնդկաստանի քաղաքացիներ չէին գա։ Ու նույնիսկ մարզերում կան կարի ֆաբրիկաներ, որտեղ ամբողջությամբ Հնդկաստանի քաղաքացիներ են աշխատում, որտեղ տեղի քաղաքացիները հրաժարվում են այդ աշխատավարձով աշխատել։ Այսինքն ձեզ խնդիրը աշխատատեղի մեջ չի։ Մեր խնդիրը ոչ թե աշխատատեղի մեջ է, աշխատատեղ լինել չլինելու այդ բաները մնացել են Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Եթե օրինակ 2010-ին մեկը, երբ որ Կարապետյանի ընտանիքի իշխանության մաս էր, ձեզ մեկը պատմեր, որ Հայաստանը դառնալու է մի երկիր, որտեղ տասնյակ հազարավոր էմիգրանտներ են գալու աշխատելու, դուք կհավատայիք։ Ոչ մեկ չէր հավատա, բայց Հայաստանը դարձել է այդպիսի երկիր։ Բայց մեր խնդիրը ո՞րն է։ Այնպես անել, որ աշխատողը նախ ունենա բավականաչափ որակավորում, ունենա կրթություն, ունենա հմտություն։ Սրա համար է, որ մենք նախադպրոցական տարիքից սկսում ենք մեր քաղաքացիների կրթությունը, նրանց տալով լավ կրթություն ու լավ պայմաններ, որպեսզի նրանք հասկանան, թե ինչա պետք նրանց կյանքում հաջողության հասնելու համար։ Ու նաև կարևոր է, որպեսզի բիզնեսը, կոնկրետ այս կվալիֆիկացված աշխատողին առաջարկի արժանի աշխատավարձ ու արժանի աշխատանքային պայմաններ ու աշխատանքային իրավունքներ։ Ու բայց եթե զուտ թվերի տեսանկյունից եք նայում, մենք այդ 300,000 աշխատատեղ ստեղծել ենք։ Ասում ես թվերն եք կրճատել մեծամասնությամբ, այո, խոստովանվածների կրճատումը ստում են նախ շատ փոքր տոկոսը, թող լինի 10%, չնայած այդ թիվը արդեն իսկ շատ մեծ է, թող լինի 10%։ Հա 270,000-ը ստեղծվել է, 30,000-ը դուրս է եկել ստվերից։ Բայց այդ 30,000-ն է, որ դուրս է եկել ստվերից, դա ի՞նչ է նշանակում։ Այս մարդիկ իրենց կൂട്ടակային կենսաթոշակն է վճարվում։ Այս մարդիկ, եթե աշխատավարձը 200,000-ից բարձր է, կկարողանան ելի օգտվել անվճար առողջապահական ապահովագրությունից։ Այս մարդիկ հետագայում կունենան արժանապատիվ ծերություն։ Այս մարդիկ կունենան աշխատանքային իրավունքներ, վճարվող արձակուրդ, վերջիվերջո եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու հնարավորություն։ Դա էլ քիչ չի։
Պարոն Ալեքսանյան, ամփոփելով մեր զրույցը, կան տարբեր գնահատականներ, որ այս ընտրությունների ժամանակ էլ չի բացառվում, որ ընդդիմությունը կիրառի այն մեխանիզմ, ինչ օրինակ կիրառեց Գյումրիում եւ արդյունքում հասնի նրան, որ իշխանազրկի քաղաքացիական պայմանագիր կուսակցության, արդեն տարբեր սոցհարցումներ են հրապարակվում տարբեր շրջանակներից, ձեր մեկնաբանությունը։ Որ կփորձի դա անել, դա ոչ թե չի բացառվում, այլ դա հստակ է, որտեղ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Կարապետյաններ, այս եռադաշինքը նույնն է, ինչը որ Գյումրիում տեղի ունեցավ, ինչը որ Գյումրիի այդ խումբն էր որպես այդպեսին, նրանք միասին են ու նրանք գուցեև արտակուստ մի դաշինքով չգնան ընտրությունների, բայց ակնհայտ է, որ նրանք նույնն են, նույն սանրի կտավն են ու ակնհայտ է, որ իրանք ընտրություններից հետո փորձելու են միավորվել։ Ուրիշ բան, որ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները պետք է արժանի գնահատական տան իրանց հեքիաթներ պատմող ու հրյա փիարշիկների գրած տեքստերը մատուցողների, նախկինի կործանարար ղեկավարումն իրականացրածների եւ նաեւ մեզ ու մեր կատարած աշխատանքի։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էր։